պետական համակարգի աշխատողները պետք է բարձր արժանապատիվ աշխատավարձ ստանան, դա նորմալ է, դա բնական է յուրաքանչյուր երկրի համար, բայց խնդիրը այստեղ այն է, որ պետական падգամավորի նախարարի աշխատավարձը փոխկապակցված է Հայաստանում նվազագույն աշխատավարձին, падգամավորը ստանում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը, նախարարը այլ ինդեքսով է բազմապատկվում, այսինքն եթե մենք ուզում ենք բարձր արժանապատիվ աշխատավարձ падգամավորի նախարարի համար պետք է բարձրացնել այն քայլեր ձեռնարկել նվազագույն աշխատավարձը բարձրացնելու ուղղությամբ, որը ավտոմատ կբերի նաև քո աշխատավարձի բարձրացմանը, դա է ճանապարհը։ Իսկ այս պարգևավճարների ֆորմուլան իրենց իշխանություն գալու առաջի օրվանից մտցրեցին ինչն է այստեղ աննորմալ էլի։ Աննորմալը կամայականությունն է եւ անդրամաբանականությունը եւ հաճախ նաեւ հիշում եք ամենասկզբում գաղտնի հրամաններով էր օրինակ կառավարությունը գաղտնի հրամանով ինքը իրեն պարգևատրում էր։ Սա է հիմա ոնց են հաշվել, ինչ են հաշվել, քաղաքծառայողը օրինակ ինչքան է ստացել, օրինակ կարար պարգևավճարային ֆոնդ լիներ, բայց արդյոք ԱԺ-ում աշխատող քաղաքծառայողները, օգնականները, նախարարություններում աշխատող ստացել են նույնչափ խրախուսում, որքան օրինակ падգամավորները, թե իշխող ուժը որոշել է, որ ինքը իրան պիտի խրախուսի, մի քիչ էլ տանք ոչ падգամավորներին, որ դժգոհության ալիք չլինի։ Այս է խնդիրը եւ իհարկե այս միլիոնավոր դրամները, տասնյակ ու հարյուրավոր միլիոնավոր դրամները երկրի այս պայմաններում Երբ որ մենք խոսում ենք այն խնդիրներից, որոնց մասին խոսում ենք, երբ որ ունենք բռնի տեղահանված քաղաքացիներ, բազմաթիվ սոցիալական խնդիրներ միշտ են դրանք եղել ու Հայաստանի այս պայմաններում բնականաբար հասարակական արդարացի զայրույթ է առաջացնում եւ հարցեր է առաջացնում։ Ի վերջո խորհրդարաններ, հատկապես խորհրդարան նախարարություններում են եղել, բայց ընդհանրապես պետական կառույցները Օրինակ պարգևավճարին չէ նշանակում կատարված լավ աշխատանքի դիմաց խրախուսում։ Մինչև 10 թվականը դա էր նշանակում։ Հա, հիմա հարց է առաջանում, այդ կատարված լավ աշխատանքը որն է, օրինակ ազգային ժողովի դեպքում մարդիկ ասում են տեսնում ենք ձեր ծեծկրտուկները, լեզվակռիվը, մի քիչ դժվար են պատկերացնում այդ պարգևավճարները, այդ միլիոնավոր, հարյուրավոր միլիոնավոր դրամների ինչի համար է։ Հիմա եթե որևէ իշխող ուժ պիտի որևէ հրաման ստորագրելուց այս ամեն ինչը նկատի ունեն, հա, ու նաև թափանցիկության հարց էստեղ ունենք։ Ես հիմա նայեք Անդիմադիրները այսպես մեկնաբանում են, փորձում են, որտեվ ուզում են իրենց, այսինքն հավատարիմ արժեքներին, մենք ավելի թափանցիկ ենք, ավելի հաշվետու ենք, այս սկզբունքներից ելնելով, բայց մենք չգիտենք այսինքն ոչ գիտենք ֆոնդը ինչքան է, ոչ ինչ տրամաբանությամբ է դա կազմվել, ու այս ֆոնին հրաժարվում են լրագրողների հարցերին պատասխանել, որ պարզ լինի, ի վերջո ինչն է պարգևավճար, ինչն է աշխատավարձ, ինչի համար է, եւ մանավանդ падգամավորները, որոնք օրինակ կառավարություն չեն։ Եվ ինչ սկզբունքով է որոշվել։ Հիմա այդ հարցերին պիտի իշխանությունները պատասխանեն, բայց մենք տեսնում ենք այս մի դրվագով էլ, այսինքն հանրային հնչողություն ունեցող հարց կա, չէ՞։ Հիմա ինչ են պատասխանում, չեն պատասխանում, կարծես լրությունն են ընտրել։ Լրագրող գործընկերները մեզ ասում են, որ ասում են անձնական տվյալներ են, չենք մեկնաբանում, ուզում հասկանամ падգամավորի աշխատավարձի ինչն է անձնական տվյալ, էլի մենք հայտարարիր ենք լրացնում։ Հաշվին է, չէ՞, այդ գումարը գոյանում։ Շատ ներողություն։ Դա բաց բան է, չէ, ներողության ոչ, բաց տվյալ է նկատի ունեմ, նախ ինդեքսավորված է, երկրորդը մենք հայտարարագիր ենք լրացնում, այսինքն ու այդ հայտարարագիրը կարող է մտնել յուրաքանչյուրը այս տարվանը տեսնել։ Հիմա ուզում եմ ասեմ, մի քիչ այստեղ էլի այս թեման այստեղ է որ հարցերը առաջանում, որովհետև թափանցիկություն չկա, հաշվետվողականություն չկա, այդ ֆոնին կան հարյուրավոր միլիոն դրամներ, որոնք մի ստորագրությամբ ու կամայական սկզբունքով որոշել են, որ մենք մեզ պարգևատրվում ենք։ Դե քանի որ այնտեղ նա կա նաև ընդդիմություն, մի քիչ այդ հրամանագիրը տենց նախադեպ չի եղել, չնայած ես չեմ բացանում ոչ մի որ պարգևատրվում են միայն իշխանական падգամավորները, այդ գումարները նաև մեր հաշվին են ըստ